Բարև ձեզ իմ սիրելի YouTube-յան հետևորդներ, դիտորդներ, ձեզ հետ Ծովին արվեդայական թվահոգեբան և տարոլոգն է, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բավականին հետաքրքիր մեկնաբանությունների համար հորոսկոպի հետ կապված, որը ձեզ համար անսպասելի էր, նաև լայքերի համար, նոր հետևորդների համար, ովքեր բաժանորդագրվել են ինձ մոտ, ես ներկապահին թվային վերլուծություն եմ արել և ցանկանում եմ մարտ ամսվա համար թվային վերլուծությունը ձեզ հետ կիսել իմ կանխատեսումը։ Ուրեմն +3-7-4 թվանշանը դա Հայաստանի կոդն է, 03-ը և ավելացրել եմ 1 թվանշանը, մեկը դա 10-ն է։ Չմոռանանք, որ այս տարի 2026-ին դա 10 թվանշանի ներքո է։ Եվ գումարել եմ 1, ստացել եմ ընդհանուր 9 թվանշան, այսինքն մարտ ամիսը լինելու է 9 վիբրացիայի թվանշանի ներքո, 9 թվանշանը խոստանում եմ մարտ ամսվա համար լինել բավականին բուռն և տրանսֆորմացիոն շրջան, ուզենք դա մենք չուզենք, դա լինելու է։ Վեդայական թվագիտության մեջ 9 թվանշանը կառավարում է, բոլորս գիտենք մանգալը, դա Մարս մոլորակն է նրա կողմից, սա այնպիսի ուժի էներգիա է, ագրեսիա է, օրինակ ավարտի ինչ-որ բանի և նոր սկզբի էներգիա է բերելու։ Հայաստանի ներքին կյանքում մարտ ամսին այստեղ ընդհանուր ֆոնը և էներգետիկան 9 թվանշանը ցիկլի վերջին թիվն է լինելու, ուրեմն 03-րդ ամսին մարտ ամսվա համար, ինչը կարող է նշանակել մաքրման և եզրափակման գործընթաց։ Հայաստանում այստեղ օդում կարող ենք զգալ լարվածություններ, բայց նաև վճռականություն։ Էներգիան կլինի բավականին դինամիկ, երբեմն պայթյունավտանգ։ Մարտ ամսին հնարավոր է հին խնդիրների կտրուկ լուծումներ լինի։ Մարտը կարող է, որպես զգուշացում եմ ասում ձեզ, բերել կոնֆլիկտների սրացում մարտ ամսին, ուստի հասարակության մեջ այստեղ հուզական ֆոնը կարող է լինի բավականին բարձր, էմոցիաներներ։ Պետական կառույցներում և իշխանություններում, հենց նրանց ներսում իշխանությունների 9-րդ էներգիան կարող է գործել որպես վիրաբուժի դանակ։ Կառուցվածքային փոփոխություններ հնարավոր է սպասվեն, կտրուկ կադրային փոփոխություններ, որովհետև հին մոդելները, որոնք այլևս կարող է չաշխատեն և փլուզվեն, ժամանակը եկել է։ Ուժային կառույցներում, ստեղ Մարսի ազդեցության կենտրոնում կարող են լինել պաշտպանության մեր նախարարությունը և ՆԳՆ-ն, բոլորս գիտենք դա որն է, ներքին գործերի նախարարությունը։ Հնարավոր են բարեփոխումներ, նոր ինչ-որ փուլեր կամ խիստ վերահսկողության սահմանում։ Որոշումներ կարող ընդունվեն կոշտ և արագ որոշումներ, որոնք երկար ժամանակ միգուցե, չգիտես ինչու, հետաձգել էին։ Էկոնոմիկայում և ֆինանսներում, այստեղ տնտեսական դաշտում 9 կարող է պահանջել և ռիսկ, և ակտիվություն։ Ներդրումներ կարող է լինեն, հնարավոր է ինչ-որ շեշտակի աճ լինի ռազմաարդյունաբերության կամ տեխնոլոգիական ոլորտներում, այսինքն արհեստական բանականության մասին է նաև խոսքը։ Ֆինանսական կարգապահություն, պետությունը ստեղ կարող է խստացնի հարկային կամ մաքսային վերահսկողությունները, չի բացառվում, էկոնոմիկան կարող է փորձի այստեղ ձերբազատվել բալաստից, արդյունավետ ծրագրերից, իսկ գործարարական միջավայրում այստեղ փոքր և միջին բիզնեսի համար սա լավ ժամանակ կլինի հին պարտքերը փակելու և նոր ռազմավարություններ մշակելու համար։ Մեր ժողովուրդը և հասարակական տրամադրությունները մի փոքր խոսենք ինձնից, որովհետև այստեղ ժողովրդի մոտ կարող են նկատվել անհանդուրժողականություն անարդարության նկատմամբ, որովհետև ժողովրդի խոսքը պետք է անցնի։ Ակտիվություն կարող է լինել, մարդիկ կարող են լինել ավելի նախաձեռնող, բայց նաև յուրագրգիռ, դե բնական է, Մարսն է այստեղ մեծ դեր խաղում։
Իշնահետաքրքիր, որ հնարավոր է լինի բողոքի հետ կապված ակցիաներ կամ հանրային բուռն քննարկումներ, որոնք կարող են կրել վերջաժամկետ դնելու բնույթ։ Հայրենասիրական վերելք կարող է լինել, այսինքն Իուպի խելոք մնա, ինը նաև այսօր ամբողջ օր այսպես կյանքս կերել եմ մեր երկրում։ Ինը դա նաև զոհաբերության հոգևորի մասին է խոսքը եւ հայրենասիրության թիվն է, ինչը կարող է միավորել մարդկանց ընդհանուր գաղափարի շուրջ։ Ընդհանուր կարող է բերել լինի էներգիան, կարող եմ ասել 100% տրանսֆորմացիա, սա այն ամիսը կարող է լինել մարտ ամիսը, երբ Հայաստանը պետք է դուրս գա հին կաղապարներից, եթե մենք չփոխվենք կամավոր, էներգիան մեզ կարող է ստիպել փոխվել ճգնաժամերի միջոցով։ Սա ճանապարհի մեր մաքրման ժամանակ է նոր ցիկլից առաջ։ Քաղաքականության հետ կապված կարող է լինի կադրային ջարդ, օրինակ, կոշտ հռետորաբանություններ, անվտանգության հետ կապված բարձր զգոնություն, զինվորական վերազինում չի բացառվում, իսկ հասարակությունում, այստեղ կարող է լինի ժողովրդի մոտ հուզական պոռթկումներ, անարդարության պահանջ։ Ինը նաև խոսում է պայթունավտանգ իրավիճակներից, հնարավոր է նաև մեր երկրում եւ այլ տեղեր, գյուղերում, ռայոններում, ճանապարհների հետ կապված, ջրերի եւ այստեղ կրակների, պայթյունների հետ կապված լինի, վթարների հետ կապված, ես դեռ չեմ տեսնում, որ դրանք կավարտվեն, դրանք կարող են ևս շատանան, որովհետև 9 թվանշանը մենք անցած տարի տեսանք, ինչքան շատ էին ջրի հետ կապված խնդիրները, ինչքան շատ էին կրակների հետ կապված, շատ ռդեհներ եղան եւ կարող է լինել վթարների հետ, այնպես որ մարտ ամսին մի փոքր սիրելի հայ ժողովուրդ զգոն եղեք, պետք է ավարտվի մի բան, տրանսֆորմացիա լինի եւ սկսվի նորը։ Այսքանով հակիրճ ես ավարտում եմ իմ աշխատանքը, մաղթելով ձեզ, իմ հայ ժողովուրդ, լինել զգոն եւ մաղթում եմ բոլորիդ գործերում հաջողություն, սեր եւ միություն մեր ժողովրդին։ Այսօր այսքան, լավ եղեք, կհանդիպենք հաջորդ իմ լայվին։ Այսքան